Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ շնորհակալ եմ, որ ձեր անմիջական մասնակցությունն եք բերում մեր հաղորդումներին, այսինքն ձեր առաջարկները, ձեր խորհուրդները օգնում են, որ մեր հաղորդումները դառնան ել ավելի բովանդակալից եւ ել ավելի հետաքրքիր։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից։ Եվ գիտեք, որ մեր ազգային խոհանոցը աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցն է։ Այսօր մենք այս ուտեստը որ պիտի ներկայացնում ենք մեր խոհարարական մտքի կարելի ասել հսկաներից մեկի հետ։ Իմ հյուրն է այսօր բարեկամներ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Աֆրիկյանների Պանդոկ ռեստորանի ավագ խոհարար եւ ձեր եւ մեր լավ բարեկամ նորից կրկնեմ մեր ազգային խոհանոցի մտքի հսկաներից Գրիշա Անդինյանը, ողջույն Գրիշա։ Ողջույն Սեթրակ ջան։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, նորմալ։ Ինչ տրամադրություն ունես։ Նորմալ տրամադրություն ունեմ, աշխատանքային տրամադրություն, որովհետեւ մեր այսօր մենք կարողանանք մեր հեռուստադիտողներին ներկայացնել մի կերակրատեսակ։ Ինքը սովորական սպաս էր, ուղղակի դա այդ սպասը պատրաստվում էր, մատուցվում էր նուշի յուղով, նուշի հատիկներով եւ թարխունով։ Շատ լավ, շատ լավ։ Հիմա մենք փորձելու ենք այդ ուտեստը։ Իհարկե փորձելու ենք։ Դե գնացինք, ինչ է հարկավոր դրա համար։ Ունենք մածուն, թթվասեր, ձավար, Սեթրակ ջան։ Եվ ձուն դեղնուցը առանձնացնես։ Դեղնուցը առանձնացնեմ, նորից շարունակենք։ Ձավար, մածուն, թթվասեր, ալուր, ձու, ձվի դեղնուցն ենք օգտագործելու եւ նուշ։ Իսկ յուղը կարակ, հա, պիտի օգտագործենք։ Կարակ պետք է օգտագործենք, այո։ Նուշը պետք է տապակենք կարակի հետ, որպեսզի այդ կարակի տապակելուց հետո ստանա նուշի համը եւ օգտագործենք սպասի հետ, սպասի մեջ։ Օգտագործենք, ես արդեն դեղնուցը պատրաստեցի։ Փաստորեն ստացվեցն են, որ իմ բացակայության ժամանակ դու շատ արագ կարողանում ես արդեն ձվի դեղնուցը սպիտակուցից առանձնացնել։ Այո, ես սովորել եմ արդեն, սովորել եմ։ Իսկ ես կփաստեմ, որ առանց հայկական խոհանոցի ֆրանսիական խոհանոցներ չի կարողանում յոլա գնալ, այսպես ասած։ Չէ, դե յոլա գնալն էլ է հարաբերական, իհարկե։ Յոլա, ասեմ, որ մենք ձավարը, եփած ձավարը ենք օգտագործում։ Նորից հիշեցնենք, ինչ արեցինք մենք, թթվասերը, մածունը։ Մածունը, թթվասերը, ալյուրը, ձուն, ձվի դեղնուցը, լցրեցինք, ավելացրեցինք ձավարը ու միասին հարում ենք։ Այո։ Հարում ենք, որպեսզի բնականաբար ալյուրից գնդիկներ չմնան։ Իսկ ինչի ձավարի հետ, որտեղ ձավարը ինքը օգնում է նաև նրան, որ հարիչի դեր է կատարում, հա, ոնց որ։ Լավ, հիմա դու եթե չխառնես, ձավարը ինքը կհարի։ Չէ, բայց ինքը ավելի շատ է ալյուրը չի թողում, որ գնդիկ մնա, էլի, ձավարը։ Լավ, Գրիշա ջան։ Ես որ չհարեմ, դու կհարես, Սեթրակ ջան, ընկերս, չես։ Հարենք միասին։ Ջրենք միասին, Գրիշա։ Բավական է։ Գրիշա, մենք արդեն բազում անգամ հանդիպել ենք եւ միշտ պիտի խոսենք եւ խոսել ենք եւ պիտի խոսենք մեր ազգային խոհանոցի մասին։ Այդ դրա տարածման արդեն ժամանակը չէ արդյոք եւ մենք ունենք հնարավորություն տարածելու։ Ասեմ, որ ժամանակն է, ես կասեի, որ անցել է, դա ասենք դաժե այդ ժամանակը, հա, նույնիսկ ուշացրել ենք, հա, որ չենք դեռ կարող ներկայանալի լրացնենք աշխարհին մեր հայկական խոհանոցը, իսկ այն որ ասենք ես արդեն մի քանի անգամ գնացել եմ դուրս եւ հայկական խոհանոց ենք ներկայացրել, դա արդեն այն դրավականն է, որ ես հիշեցնեմ, որ Գրիշան եղել է Արխանգելսկում, եղել է Կլայպեդայում, եղել է Մոսկվայում եւ այլ տեղերում տարածելով մեր ազգային խոհանոցը։ Թող մենք մինչև մեր սպասը եռա, այո։ Այդ ընթացքում մի քանի հատ նուշ, ասեմ որ նուշը կեղևազատված է,
Եվ բոված է ես Եվ բոված։ Կտրենք մի քիչ, հա։ Այո։ Չէ, մանրացնենք, լավ մանրացնենք, Սերժ ջան։ Մանրացնենք եւ զրուցենք շատ ու շատ մտահոգվող մարդիկ կան Գրիշա, որ այս մեր խոհանոցի մասին, այսինքն թե արդյոք կարողանալու ենք մենք հավուր պատշաճի ներկայացնենք աշխարհին։ Կարող ենք մեր հերոստատիտողներին հանգստացնել այդ առումով եւ նշել, որ արդեն գործընթացը սկսված է։ Այո, իհարկե, բավական է, սա արդեն այս մնացածը պետք է մատուցելուց հատիկներով դուրս տանք, որ մարդը տեսնի, որ նաև սպասի մեջ նուշի հատիկներ կա։ Շատ լավ։ Հիմի վերցնում ենք տապակ, որտեղ ավելացնենք կարագը։ Եվ կթողնենք, որ կարագն էլ դաղվի մի քիչ։ Մի երկու րոպե կարագը որ դաղվի։ Դե փոխենք տեղերը։ Այսպես մանրացած նուշը կավելացնենք կարագի հետ եւ իհարկե բնականաբար իսկ թարխունը վերջի պահին ենք արել։ թարխունը վերջում, այո, մատուցելուց առաջ։ Ուտեստը պիտի ունենա մեր սովորական թանապուրի համը, դուրած նուշից մի քիչ համ եւ թարխունից, այո։ Փորձենք։ Այդ փոխանցենք քաշքաշ։ Հարգելի զրուցողներ, ես ձեզ իրոք հավաստիացնում եմ, որ նուշի բույրը շատ լավ տարածվել է մեր տաղավարում։ Ես էլ հավաստիացնում եմ, որ նուշն արդեն վառվում է, բարեկամներ։ Դեռ չի վառվում, բայց արդեն ժամանակ է սպասի մեջ ավելացնելու։ Սպասը նուշի համով։ Թողենք երկու րոպե նուշի յուղի հետ ինքը եռա եւ ասենք որ պատրաստ է մեր նշաբույր չմոռանանք աղ ավելացնենք սպասին, հա։ Ոնց որ մեր սպասը պատրաստ է սա։ նշաբույր սպասը։ Այո, նշաբույր սպասը պատրաստ է։ Չանենք թարխունաբույր։ Թարխունը երևի մատուցման ապսի։ Մատուցման ապսի մեջ, ընտրեմ։ Անեցիր։ Ավելացնում ենք այն նուշի հատիկները, բոված նուշի հատիկներն ենք դնում։ Եվ իսկ գտալը ինչու ես թողնում, չէ՞, այսպես։ Ասում է, տատս ասում է, որ սպասը չկտրվի։ Լավ է, գոնե մի բան տատիկից հիշեցի, թե չէ ֆրանսիացի խոհարար։ Ֆրանսիացիներն էլ մեր բարեկամներն են, չմոռանանք։ Այսպես, այո, այս ուտեստներ, որ մենք միասին պատրաստում էինք եւ վերջում թարխունը չմոռանանք, հա։ Թարխուն։ Կարծում եմ, որ թանապուրի մի հետաքրքիր տարատեսակ։ Գրիշա ջան, դու կարող ես եւ ներկայացնել եւ ինչու՞ չէ քո ցանկությունները մեր հերոստատիտողներին։ Ես բոլոր մեր հերոստատիտողներին ասում եմ, որ մեր թող ճաշակեն մեր հայկական խոհանոցը, խոհանոցի ուտեստները, խոհանոցի ուտեստները, թող մեր հայկական խոհանոցի ուտեստները ճաշակեն եւ ինչու՞ չէ, նաեւ ասում եմ, որ հենց Մոսկվայում կա մի տեղ, որտեղ արդեն հետաքրքիր ու հայկական կերակրատեսակներ են տալիս, կարող են գնալ եւ ճաշակել Նոյանտուն ռեստորանում։ Շատ լավ, հարգելի հերոստատիտողներ, դուք իհարկե միշտ
մի գնացեք այդ ռեստորան, ավելի լավ է դուք հայկական Երևանում մնաք եւ Երևանում հաճախեք ռեստորաններ, բայց Գրիշայի խորհուրդը այնուամենայնիվ շատ կարեւոր է։ Ես ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գրիշային իր այդ բազմազբաղ ժամանակից մի 15-20 րոպե մեզ տրամադրելու համար։ Ցանկանանք, որ նա շարունակի այդպես խանդավառված ներկայացնի մեր խոհանոցը, ներկայացնի աշխարհի բոլոր կետերում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Սերժ ջան, շատ հաճելի էր։ Հարգելի հեռուստատեղներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը եւ այսուհանդերձ ուզում ենք, որ միշտ հանդիպենք մենք եւ այդ հանդիպումները լինեն արդյունավետ, արդյունքը լինի այն, որ մենք նորից վերհիշենք մեր այն որակները, որոնք կոչվում են միաբանություն, համառություն եւ բարություն։ Հպարտ լինենք հայ լինելու համար եւ լինենք համբերատար, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամ։ Նանայով սպաս։ Մածուն 300 մլ, թթվասեր 100 մլ, ցավար 150 գրամ, ձվիդեղնուց 1 հատ, ալյուր 50 գրամ, նուշ 100 գրամ, կարակ 50 գրամ, թարխուն, աղ եւ պղպեղ։ Բարեխորժակ։